Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Ես Հայր Աստծո Հիսուս Քրիստոսի եւ Սուրբ Հոգու ողորմությունն եմ կանչում յուրաքանչյուրիս վրա, մեր ընտանիքների վրա։ Ես գթություն եմ խնդրում։ Ես խնդրում եմ, որ Աստված մեզ չպատասխանի ըստ մեր մեղքերի, մեր անիրավությունների, չպատժի մեզ այն պատժով, որ արժանի ենք, այլ մեզ նայի քաղցրությամբ, ողորմությամբ, գթությամբ, հիշելով, որ մենք ընդամենը փոշի ենք եւ փոշի էլ դառնալու ենք։ Թող Հիսուս Քրիստոսի խաչի վրա արած զոհողությունը մեր սրտերը ընդունեն, որ մենք մոտենանք Աստծուն եւ Աստծո շնորհը, ներումը, ողորմությունը, սերը, խաղաղությունը, ամեն առատություն եւ օրհնություն երկնային մեր վրա թափվի։ Եվ գա Աստծո ներումը, վերականգնումը, հաշտությունը, ուրախությունը։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ինչպես ասեցի, մենք հռոմեացիների նամակն ենք քննում ըստ իմ հովիվի Էբո Էսելի, եւ մենք դեռ այդ նախաբանի մեջ ենք։ Նախկին երկու դասերը լսեք, հատկապես առաջինը, որտեղ ես բացատրում եմ, թե ինչ է Հիսուսի ավետարանը, Քրիստոսի ավետարանը, ինչպես է գալիս փրկությունը, ինչու Հիսուսը խաչվեց եւ այլն։ Մենք հռոմեացիների նամակը քննելու ենք բացատրական քարոզչության միջոցով, այսինքն չենք մոտենալու գրվածքին մեր օրակարգով, այլ կարդալու ենք տեքստը ու թույլ ենք տալու, որ տեքստը առաջնորդի մեզ։ Մենք պետք է հասկանանք 4 բան. ինչ է ասում տեքստը, ինչ է այն նշանակում, ինչպես պետք է դա հասկանանք, ինչ հետևանքներ ունի դա մեզ համար։ Անհրաժեշտ է, որ հասկանանք հռոմեացիների նամակը, որ իրապես հասկանանք ավետարանը, ու հատկապես սա կարևոր է վերջին ժամանակներին պատրաստ լինելու համար։ Սա կարևոր է նաև այն պատճառով, որ կարողանանք իրականացնել Աստծո նպատակը։ Չես կարող իրականացնել Աստծո նպատակը առանց ավետարանը ըմբռնելու։ Եվ մեկ այլ բանի համար էլ է կարևոր, որ լցվենք ինքներս Տիրոջ գալստյան ակնկալիքով ու ակտիվ սպասումով, որտեղ մենք չպետք է նստենք դիվանին ու սպասենք Տիրոջ վերադարձին, այլ ակտիվ կերպով ներառված աղոթքի մեջ, Աստծո խոսքը կարդալու մեջ, քարոզելու մեջ, վերափոխվելու մեջ, ակտիվ կերպով։ Սուրբ գրքի միջոցով նման ուսուցման նպատակը այն է, որ մեզ օգնի պատրաստ լինել վերջին օրերի համար, կանգուն ու հաստատուն մնալ, հաստատուն կանգնելով Աստծո շնորհի մեջ եւ հենվելով Աստծո ողորմածության վրա։ Եկեք կարդանք մի քանի նկատառումներ հռոմեացիների նամակի կարևորության մասին։ Աստվածաշնչի բոլոր գրքերը կարևոր են, առանց բացառության, եւ բոլորն էլ մենք պետք է կարդանք ու քննենք։ Պողոսը Տիմոթեոսին ասաց, որ ամբողջ սուրբ գրությունները Աստծուց ներշնչված են։ Ուստի մենք չենք արժեզրկում Աստվածաշնչի որևէ գիրք, որևէ հատված։ Բայց մենք նաև գիտենք, թե ինչպես է գործում Սուրբ Հոգին։ Նա իր խոսքը գրել է շատ զորավոր կերպով, որոշ տեղերում թաքցնելով ճշմարտություններ, որոնք մենք պետք է փնտրենք, փորփրենք եւ դրանցից օգտվենք։ Եկեղեցու հայրերից մեկը այնքան մեծ հարգանք ուներ հռոմեացիների նամակի նկատմամբ, որ այն նրա համար կարդացվում էր շաբաթը 2 անգամ։ Սա մեզ պետք է դրդի մտածել ու հարց տալ, ինչ կա հռոմեացիների նամակի գրքում, որ նրանք այդպես են խոսում դրա մասին։ Մարտին Լյութերը, այն վանականը, ով դարձավ բողոքական բարեփոխման շարժիչ ուժը, հռոմեացիների նամակը անվանեց նոր կտակարանի գլխավոր մասը եւ ամենամաքուր ավետարանը, ասելով, որ այն արժանի է բառ առ բառ անգիր սովորելու եւ գործածելու ամենօրյա հացի պես մեր հոգու համար։ Ջոն Կալվինն ասում է, որ երբ որևէ մեկը ձեռք է բերում հռոմեացիների նամակի գիտությունը, հասկացողությունը, նրա առաջ բացվում է մուտքը դեպի Սուրբ գրության ամենաթաքնված գանձերը։
Դոկտոր Մարտին Լոյդ Ջոնսը, որ ուելսցի քարոզիչ էր, ասել է, որ հռոմեացիների նամակը այն թուղթն է, որ պարունակում է Սուրբ գրության բոլոր հիմնարար ճշմարտությունները։ Քրիստոնեական եկեղեցում դարերի ընթացքում համընդհանուր կարծիք է եղել, որ հռոմեացիների նամակը այն թուղթն է, որը մեզ սովորեցնում է ավետարանի հիմնարար ճշմարտությունները։ Թոմ Շրայները ասում է. «Ես սիրում եմ հռոմեացիների գիրքը, որովհետև այն հստակ ներկայացնում է ավետարանը, հիշեցնելով մեզ, որ մենք ամբողջությամբ փրկված ենք Աստծո շնորհով և ոչ թե մեր սեփական ձեռքբերումներով։ Հռոմեացիների նամակը հիշեցնում է մեզ, որ մեր փրկության մեջ ամբողջ փառքը պատկանում է Աստծուն և ամբողջ փառքը պատկանում է Աստծուն նաև փրկագնման պատմության մեջ։ Աստված իրականացնում է իր իմաստուն նպատակները և այդ պատճառով մենք հսկայական հիմքեր ունենք հույսի համար։ Ամենամեծ գայթակղություններից մեկը հուսահատության և հուսալքության մեջ ընկնելն է, և հռոմեացիների նամակը ցույց է տալիս մեզ Աստծո փառքն ու վեհությունը Քրիստոսի փրկարար գործի մեջ, որը Սուրբ Հոգու միջոցով կիրառվում է Աստծո ժողովրդի սրտերում, հեռու պահելով մեզանից հուսահատությունն ու հուսալքությունը։ Հռոմեացիների նամակը սովորեցնում է մեզ նաև, որ միմյանց հանդեպ մեր սերը կարող է գալ միայն Քրիստոսի ավետարանից, երբ ընդունում ենք Քրիստոսի զոհողությունը։ Ոչ մի այլ գաղափարախոսություն, ոչ մի այլ ռազմավարություն չի կարող իրականում միավորել մարդկանց։ Նրա ասացի իմաստն այն է, որ եթե եկեղեցում կա իրական միասնություն, իրական միաբանություն, դա հնարավոր է միայն ու միայն ավետարանի իրականության և զորության միջոցով։ Ոչ թե այն պատճառով, որ մարդիկ պարզապես ջանք են գործադրում, ցանկանում են միաբան լինել, այլ որովհետև այդ խմբի մեջ կա ավետարանի կենդանի ճշմարտությունը, հայտնությունը և ըմբռնումը, և երբ մենք կորցնում ենք այդ ճշմարտությունը, այդ հայտնությունն ու ըմբռնումը, պառակտությունը գալիս է մեր մեջ։ Որտեղ քրիստոնյաների մի խումբ աճում է իր ըմբռնման մեջ և ունի ավետարանի կենդանի գիտակցումը, նրանք դառնում են միավորված, միաբանված մարդիկ։ Եթե մտածենք Գործք առաքելոց գրքի մասին, ինչու էին նրանք ապրում այնպես, ինչպես ապրում էին։ Նրանք վաճառում էին իրենց ունեցվածքը, օգնում էին միմյանց, ոմանք նույնիսկ իրենց կյանքն էին տալիս։ Երբ կարդում ես, նրանց կյանքը թվում է բացառիկ, անըմբռնելի, անհասանելի, բայց ինչ էր պատահել նրանց հետ, որ կարող էին այդպես ապրել։ Նրանք եկել էին ավետարանի խոր ըմբռնմանը և կիրառում էին ավետարանը բառացիորեն իրենց կյանքերում։ Ուրեմն հասկանում ենք, որ սերը աճում է ու ծաղկում է այնտեղ, որտեղ կա Քրիստոսի ավետարանի ըմբռնումը։ Հիմա հարց. ի՞նչն է պատճառը, որ այսպիսի տեսակետներ կան հռոմեացիների նամակի վերաբերյալ։ Գերագույն պատճառը, հիմնական պատճառը հենց ինքը ավետարանն է։ Պողոսի հռոմեացիներին ուղղված նամակը պարունակում է ամբողջ Աստվածաշնչում եղած ավետարանի ամենաառողջ, համակարգված ու մանրամասն ուսուցումն ու բացատրությունը։ Այո, որպես քրիստոնյա, երբ դու վերստին ծնվում ես, որը հոգևոր ծնունդ է, ոչ թե ֆիզիկական, եւ դու վերստին ծնվում ես որպես Քրիստոսի աշակերտ, որպես Քրիստոսի հետևորդ, դու պետք է իմանաս, հասկանաս, ըմբռնես ավետարանը։ Պետք է ունենաս ավետարանի ինտելեկտուալ ըմբռնում, որը ապա կաշխատի քո սրտում, փոխակերպելով քեզ և դրդելով քեզ պտուղներ տալ Սուրբ Հոգուց, և Սուրբ Հոգու պտուղները կսկսեն քո մեջ աճել, մեծանալ, բազմանալ։ Դու պետք է ունենաս ավետարանի ըմբռնում։ Սա կարևոր է որպես Քրիստոսի աշակերտ, հետևորդ, որպես քրիստոնյա, որպես վերստին ծնված մեկը։
Իհարկե, սկզբնական փրկության պարագայում ամբողջական ըմբռնումը անհրաժեշտ չէ, քանի որ մինչև մարդը վերստին չի ծնվում, նրա մեջ չկա հայտնության հոգին, Սուրբ Հոգին։ Բայց երբ դու վերստին ծնվում ես, Սուրբ Հոգին գալիս է քեզ մոտ բնակվելու, եւ նա սկսում է օգնել քեզ հասկանալ ավետարանը եւ ապրել ըստ ավետարանի։ Նա սկսում է օգնել քեզ հասկանալու, թե ինչ արեց Քրիստոսը, ով է Հիսուս Քրիստոսը, ով է Աստված, եւ ինչ արեց, եւ ինչ է անում Աստված, եւ ինչի համար։ Որպես Քրիստոսին հետևողներ, որպես աշակերտներ, որպես մարդիկ, ովքեր ցանկանում են հասունանալ Քրիստոսում, մենք պետք է իմանանք ու հասկանանք, թե ինչ արեց Քրիստոսը։ Մենք կարդում ենք Հիսուսի խաչելիության պատմությունը Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի եւ Հովհաննեսի ավետարաններում։ Իհարկե տեղի է ունենում ֆիզիկական մի բան։ Հիսուս Քրիստոսին խաչն են բարձրացնում։ Բայց երբ գալիս ենք Հռոմեացիների նամակին, Սուրբ Հոգու հայտնությամբ Պողոսը սկսում է բացել մեր միտքը ցույց տալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչ տեղի ունեցավ Քրիստոսի խաչելիությամբ հոգևոր աշխարհում, անտեսանելի աշխարհում։ Մենք սկսում ենք հասկանալ, որ Հիսուսը չմահացավ իր համար, ավելի շուտ իր պատճառով չմահացավ, այլ Հիսուսը մահացավ մեզ համար եւ մեր մեղքերի պատճառով։ Երբ Հովհաննես Մկրտիչը Հիսուսին տեսավ, ահա Աստծո գառը, որ իր վրա է վերցրել աշխարհի մեղքերը, Հովհաննես Մկրտիչը ի նկատի չուներ միայն իրեն կամ այդ ժամանակվա հրեաներին, այլ ի նկատի ուներ ողջ մարդկությանը, անցյալ, ներկա եւ ապագա, ինձ ու քեզ։ Մենք տեսնում ենք պատմությունը, իրադարձությունը, որ գրված է սինոպտիկ ավետարաններում, Հովհաննեսի, Մարկոսի, Մատթեոսի, Ղուկասի։ Իսկ հետո Պողոսը հայտնության հոգու, Սուրբ Հոգու միջոցով սկսում է մեզ ցույց տալ, որ երբ Աստված հարություն տվեց Քրիստոսին մեռելներից, նա մեզ նույնպես հարություն տվեց եւ նստեցրեց մեզ երկնային վայրերում, շատ ավելի բարձր ամեն իշխանությունից եւ պետությունից, ամեն զորությունից եւ տերությունից։ Հետագա դասերին մենք կհասկանանք, թե ինչ է սա նշանակում։ Պողոսը Սուրբ Հոգով առաջնորդված սովորեցնում է մեզ այս ամենը։ Վաղը կշարունակենք այսքանը այսօր։ Մի ձանձրացեք։ Այս հիմքը կարևոր է, որպեսզի մենք նամակը կարողանանք ծամել, ուտել եւ հասկանալ։ Մենք պիտի հասկանանք, ինչ զորություն կա, ինչ զորություն է Աստված դրել ավետարանի մեջ եւ Հռոմեացիների նամակում։ Դրա համար մենք կշարունակենք եւ թող Տիրոջ ողորմությամբ այս ամենը մենք ներծծենք սպունգի պես, մեր մեջ առնենք, մեր էությունը փոխի, մեր միտքը բացի Սուրբ Հոգու համար, որ իր զորությամբ Հռոմեացիների նամակը տպվի մեր մեջ եւ փոխի մեր կյանքերը, մենք փոխակերպվենք եւ Աստծո հաղթանակի ու զորության մեջ քայլենք։ Ամեն։